Սա Լյուդվիգն է, Լյուդվիգ Մարանջյանը, Նինոցմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղից։ Լյուդվիգն արդեն երկար տարիներ է, ինչ ապրում է իր կրտսեր քրոջ և մոր հետ։ Ընտանիքը տարիներ շարունակ դիմակայում է բարդություններին և մարտահրավերներին։ Համագյուղացիները տարբեր էլեկտրոնային կամ թվային սարքերի կապակցությամբ հաճախ են դիմում Լյուդվիգին։ Չնայած որ նա չունի համապատասխան տեխնիկա և սարքավորումներ և ոչ էլ ծրագրային ապահովում, դժվարությամբ, սակայն միշտ կարողանում էր բոլորի համար ելք գտնել։ Մի անգամ Նինոցմինդայում ներկա գտնվեց անհատական զարգացման շնորհանդեսին և որոշեց ներգրավվել ծրագրում։ Հանդիպմանը նա շատ բան տեղեկացավ այն մասին, թե ինչպես պետք է իրականացնի իր հնարավորություններն ու ունակությունները, օրինակ ինչպես իր միտվածությունը վերածի մասնագիտության և գործի։ Իսկ կարևորն այն էր, որ արդյունքում նրա գիտակցության մեջ քաոսային ցանկությունները վերածվեցին իրականացվելիք ծրագրի, ի հայտ եկավ ցանկություն և շարժառիթ վերոնշյալի իրականացման համար։ Կարճ ժամանակում տուն այցելեց Սերեկի համակարգողը և որպես նվեր փոխանցեց նրա աշխատանքի համար անհրաժեշտ սարքերը։ Այսօր արդեն Լյուդվիգին մունիցիպալիտետում լավ ճանաչում են որպես գործի լավ մասնագետներից մեկի, ով քաջ գիտի, թե ինչ աշխատանքով է զբաղվելու մոտակա ժամանակահատվածում, միաժամանակ խորհում է առաջիկա ծրագրերի մասին։ Ժամանակ առ ժամանակ ներկա է գտնվում նաև Սերեկի կողմից կազմակերպված հանդիպումներին և անձնական փորձով օգնում ուրիշներին։ Սույն պատմության մեջ առանձնակի ոչինչ չէր լինի, եթե ոչ ևս մեկ նշանակալի մանրամասն։ Լյուդվիգը սահմանափակ կարողություններ ունեցող անձնավորություն է։ Եթե չլիներ հասարակության սոցիալական պատասխանատվությունը և առավելագույն աջակցությունը, Լյուդվիգը ոչ միայն չէր կարողանա հասնել հաջողության, այլև երկրամասին բնորոշ անհամապատասխան ենթակառուցվածքների և պայմանների պատճառով չէր կարողանա դիմակայել մարտահրավերներին։ Լյուդվիգի նման մարդիկ մեր շրջապատում շատ կան, որոնք զգում են հասարակության աջակցության և ուշադրության կարիքը, որպեսզի կարողանան արժանավայել և լիարժեք ապրել։ Լյուդվիգ Մարանջյանը Սերեկի նախագծի հաջողակ էջերից մեկն է, որն ապացուցում է, որ հասարակության աջակցությամբ և օգնությամբ անհնարին ոչինչ չկա։ Սոցիալ-տնտեսական իրավունքների հզորացման կենտրոնները Ախալքալաքիում, Նինոցմինդայում, Գարդաբանիում և Մարնեուլիում ձեզ համար և Եվրամիությունը Վրաստանի համար։